Մասիսի քաղաքապետը էլի մաքրել տվեց ստե։ Երրորդ թե չորրորդ անգամ մաքրել է տալի, բայց փնթին մնում է փնթին։ Չբերեն նորից լցեն։ Հոտն էլ անց է։ Մեն վաղտեն ինչ հոտ էր գալի, գարշահոտ էր։ Ապրիլի 21-ն է, շաբաթների առաջ այս հատվածից Արարատի մարզի Մասիս խոշոր ասֆալտ համայնքի այս հատվածից նոր խարբերդ էր, ոնց որ ֆոտոռեպորտաժ տեսանյութ ենք հրապարակել, որ փնթի քաղաքացիների մեղքով այստեղ կուտակված էր, կարելի ասել առանց չափազանցության մի քանի տոննա կենցաղային եւ շինարարական աղբ, ինչը նաեւ գարշահոտ իրավիճակ էր ստեղծել։ Հրապարակումից կարճ ժամանակ անց Մասիս խոշոր ասված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով թաղապետարանի աշխատակիցները այստեղից հեռացրեցին, հերթական անգամ հեռացրեցին, որովհետև 2-3 անգամ այստեղ մաքրվել է Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, բայց էլի որոշ վայ քաղաքացիները տարածքը նորից լցել էին աղբով ու այդ հրապարակումից հետո Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները հեռացրել մի քանի տոննա աղբ։ Ժողովուրդ, հերթական խնդրանք, կոչ, հորդորը մի ապականեք, մի կեղտոտեք, ձեր տան կենցաղային ու շինարարական աղբը մի բերեք լցեք, կան հատուկ տեղեր, տեղափոխեք այնտեղ, ինչա մի 2 կոպեկ ավել չծախսեք, բերում եք ձեր զիբիլը, լցում եք նման տեղերում։ Այստեղ նույնիսկ ասում են 15-ից 20 բեռնատար աղբ է տեղափոխվել, վաղը պետք է կան այս մնացածն էլ տեղափոխեն, այսօր նույնիսկ գարշահոտը չկա, իսկ այն ժամանակ երբ նկարահանումներ էինք անում, ֆոտոռեպորտաժ տեսանյութ պատրաստեցինք, ահա որ գարշահոտ էր գալիս։ Գովելի է, որ Մասիսի քաղաքապետը Դավիթ Համբարձումյանը բավականին օպերատիվ արձագանքում է զանգվածային լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնք որ նման բնույթի են լինում։ Մեկ-մեկ ասում եմ, որոշ քաղաքապետերի ուղարկեն Մասիսի քաղաքապետի մոտ, Աբովյանի քաղաքապետի մոտ, սովորեն աշխատանք, թե ինչպես արագ արձագանքեն, ինչպես բնակիչների օգնեն, թե չէ քաղաքապետեր կան կաբինետից դուրս չեն էլ գալիս։